Այսօր մեզ է միացել ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերին ընդունելու համար։ Մամիկոն Ասլանյանը նաև եղել է Վանաձորի քաղաքապետ ժամանակին։ Թվերը ես չեմ հիշում, դուք ասեք հետո դրանք 16-ից 21 թվականներ։ 16-ից 21 թվական։ Պիտի լինեի նաև 21-ից 26-ը չար կամքի արտահայտչամիջոցները թույլ չտվեցին ինձ պատերի ճաղերի հետևում։ Բայց 18-ից 21 թվականը եղել եք պաստորեն։ 16-ից 21-ը, այդ թվում 18-ից 21 բնականաբար, այո։ Լավ, փոխենք բան ձևաչափը մեր այսօրվա զրույցի։ Ինչ հարաբերություններ էին այդ ժամանակ իշխանության հետ։ Ես որպես այդպեսին հենց իշխանության լայն շրջանակների հետ շփում չեմ ունեցել, անմիջական ում հետ շփվել եմ նորմալ հարաբերություններ, աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել, դուք չեք ընկալվել որպես օտար մարմին, կներեք արտահայտության։ Կներեք եկողը իրենք էին, օտար մարմին իրենք պետք է ընկալվեին կամ չընկալվեին, ես իմ տեղում եմ միշտ եղել, ես ընտրված մարդ եմ, հետեւաբար ես որևէ կերպ ինչ որ սուր բաներ չեմ առաջացրել, ես իմ քաղաքի բնակիչների մեր համայնքի զարգացման ծրագրերով եմ զբաղվել, այդ թվում նաև ըստ օրենքի ու սահմանադրության նաև կառավարության ծրագրերի իրականացման, որոնք վերաբերվել են տեղական ինքնակառավարման քաղաքականությանը։ Բայց ինչ որ մի պահ եղավ, չէ, որ դուք ոչ անցանկալի անց համարվեցիք։ Գուցե ես միշտ եմ անցանկալի անց համարվել, բայց հենց արտահայտչաձևերի բանով ես չեմ ինձ նախ այն ձևի չեմ պահել, որ ես օտար կամ չոտար լինեմ, որովհետև ես Վանաձորում եղել եմ վանաձորցիների առաջ ծառայի, բայց Վանաձորի համար նաև տանտիրոջ իրավունքով, հետեւաբար ես որևէ կերպ ինչ որ բաներ չեմ զգացել, ավելի շատ այդ այսպես ասած տարաձայնությունները կամ ոչ ցանկալիությունը ավելի շուտ 21 թվականի երևի թե հենց այդ նախընտրական տարում, որ արդեն սկսվում էր այնտեղ խոսակցությունները, ով կարող լինի իրենց թեկնածուն, ով չի կարող լինի, ես նաև ասել եմ, որ ես մասնակցել եմ։ Դուք չեք առաջարկել, որ դուք կարող եք լինել իրենց թեկնածու։ Չէ, բնականաբար չէ, նման ոչ թե առաջարկություններ, նման օթում խոսակցություններ, իհարկե միշտ ինչ որ ակնարկների բանի տեսքով, բայց ուղիղ ինչ որ ես կամ վերցնեմ կամ իրենք ինձ ուղիղ նմանատիպ բան, ամեն դեպքում ես որևէ կերպ ինչ որ քաղաքական գծերի մեջ չեմ մտել, իմը չի եղել այդ քաղաքական գիծը, բայց համայնքային կառավարման ոլորտում բնականաբար համագործակցություններ եղել են, դա ինչ որ ինձ համար անպատվաբեր իմ քաղաքի ծառայելու համար չեմ համարում, իսկ 21 թվից հետո արդեն որոշակի լարվածություն, որոշակի դա արդեն հայտնի գործով, դա մեր այսօրվա հանդիպման առարկան չի, մի հարցելու այստեղ, այդ ընթացքում շփումներ Լուսավոր Հայաստանի հետ, քաղաքական շփումների մասին է։ Չէ, քաղաքական շփում չեմ ունեցել, անձնական գիտեք, ես որևէ անձի նույնիսկ ինձ համար շատ անտագոնիստական թևում գտնվող կամ հակառակ ճամբարներում գտնվող որևէ անձի հետ իմ անձնական հարաբերությունները, եթե ունեցել եմ որևէ հարաբերություն, դա երբեք իմ քաղաքական կամ իրենց քաղաքական գործունեության մեջ չեմ մտցրել, եթե բարև, բարլուս եւ այլն, բայց քաղաքական որևէ հարաբերություն չեմ ունեցել։ Կասեք, ցանկալի է կարճ, ինչպես հայտնվեցիք ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում։ Անկեղծ ասած, ես ոչ թե հայտնվեցի, ես կարծում եմ հենց այդտեղ էլ պիտի լինեի, որովհետև նախ Սամվել Կարապետյանի անձը ինձ համար օտար ինչ որ հերվից լսված անձ եւ այդ ընտանիքը ինչ որ ինձ համար անճանաչելի ընտանիք չէր։ Մինչև Սամվել Կարապետյանի որոշելը մասնակցել ընտրությունին։ Ես մինչև Սամվել Կարապետյանի որոշելը Սամվել Կարապետյանի սատարողների առաջին շարքերում եմ եղել որպես քաղաքական բռնաճնշումների ենթարկվող հունիսի 17-ից սկսած այդ 25 թվականի բնականաբար ես չեմ էլ մտածել, որ դա կունենա նաև քաղաքական առաջընթաց կամ քաղաքական զարգացումներ, իսկ հենց բուն ընտրություններին մասնակցելու բնականաբար ես որպես համայնքի նախկին ղեկավար, որպես քաղաքականության նաև թոհուբոհում գտնվող որոշակիորեն ինչ որ մի բան իրենից ներկայացնող անձ կողքից դիտորդի կարգավիճակով չէի կարող թողնել այս ընտրությունները եւ բնականաբար ինձ համար օպտիմալ, ամենաճիշտ եւ ինձ համար ամենաանկալելի եւ նաեւ
իմ այսօրվա ընկերների թիմակիցների կապված ամենաանկալելի տեղը հենց ուժեղ Հայաստան կուսակցությունն էր։ Դե կան գործող իշխանության դեմ պայքարող էլի ուժեր։ Ես հարցիս իմաստը նաև դա է։ Դուք կարող եք այլ հարթակ ընտրել։ Ես ասեցի ամենաօպտիմալ, ինձ համար ամենաանկալելի եւ ամենամոտ ու ինձ համար արդյունավետության նաև գործակիցն եմ հաշվի առել, իմ արդյունավետության գործակիցը, հաշվի առնելով նաև մեր աշխարհագրական ընդհանրությունները, հաշվի առնելով իմ աշխարհագրական ծագումն ու Վանաձորի հետ անմիջական կապ ունենալը, ես գտել եմ ճիշտ, որ ամենաօպտիմալ արդյունավետ տարբերակը ուժեղ Հայաստան կուսակցության շարքերում պայքարի մեջ։ Այդ որ ասեցիք, ենթադրում եմ, որ նախընտրական քարտեզում ձեզ վստահվել է Վանաձորը։ Անկեղծ ասած, որպես այդպիսին տարբերակումներ չէ, ենթադրաբար ով որտեղ որ կներեք բազա ունի, ով որտեղ հիմքեր ունի, այդ մարդը կարծում եմ ինքն էլ է շահագրգռված կամ իր ռացիոնալությունն ու օգտակարությունը պարտավոր է ներդնել այնտեղ, որտեղ ամենից շատ ինքը օգտակար կարող լինել։ Ես ընդհանուր հանրապետական քարոզներին եմ մասնակցում տարբեր ձևաչափերով, բայց այս պահին քարոզարշավի բուն մեկնարկից սկսած ես աշխատում եմ գտնվել Վանաձորում, վանաձորցիների կողքին, նաև ես երկար ժամանակ հայտնի պարտադրանքների շնորհիվ Վանաձորի բնակչության հետ ակտիվ շփումներ չեմ ունեցել, հիմա շփումներս վերակենդանացնում եմ նաև։ Եվ կա որոշակի պրոգնոզ, ինչ կարելի է ստանալ Վանաձորում։ Անկեղծ ասած, ես ամենալավ մասնագետը չեմ պրոգնոզներ անելու, ես միշտ վատատես եմ լինում, բայց ես տեսնում եմ նաև այն լույսը, այն ուղղությունը, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, ճիշտ թիրախավորելու, ճիշտ ուժերի դասավորումների դեպքում կարծում եմ հաջողությունը ակնհայտ է, այդ դրա նշույլները արդեն իսկ կան։ Սոցհարցումների վստահում եք։ Որպես գիտություն, այո, վստահում եմ, բայց այդ սոցհարցումները նաև դինամիզմի մեջ են գտնվում, իրենք ստատիկ ինչ-որ թվեր եւ դոգմաներ չեն, բնականաբար այս եւ այն շրջանում կարող են լինել սոցհարցումների տատանումներ, բնականաբար որոշակիորեն վստահում եմ, գոնե թե նշմարելիության մակարդակում վստահում եմ։ Ուժեղ Հայաստանին ինչ տոկոս է վերագրվում, դա ընդունում եք։ Նայած ով է վերագրում։ Տարբեր սոցհարցումների արդյունքներ կան, դուք եթե ինձ համար դա մութանտար է, ես չեմ կարող։ Չէ, ինձ համար էլ է մութանտար, բայց գոնե համադրումներով, ասենք այնպես չի, որ մի կազմակերպություն է դրանով զբաղվում, նախ սոցհարցումների այն ուղնուծուցը իմանալու համար պիտի հասկանանք ովքեր են պատվիրատուները։ Հետաբար ամեն պատվիրատուի համար կա ռեալ ցուցանիշներ, որոնք չեն հրապարակվում, եւ կան ցուցանիշներ, որոնք հրապարակման ենթակա են։ Ռեալ ցուցանիշները նաեւ մի քանի աղբյուրից կարելի է համադրել, որոշակիորեն ես հասկանում եմ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը այս ընտրարշավում վերցրել է ընդդիմության հեգեմոնիայի դերը եւ բնականաբար այդ դերն ու այդ դրոշը մենք առաջ տանելով գնում ենք։ Ձեր թիրախը այսինքն միայն գործող իշխանությունն է։ Այո, բնականաբար։ Դուք ուրիշ հակառակորդներ չունեք։ Ես ընդհանրապես հակառակորդներ չեմ համարում, կարող մրցակիցներ գուցե, հակառակորդներ չէ։ Ես կարծում եմ, որ առողջ ցանկացած, ես իմ գործունեության ցանկացած ոլորտում ու ժամանակաշրջանում առողջ քննադատության, առողջ մրցակցության կողմնակից եմ, հետեւաբար մրցակցության պայմաններ կան, մրցակցության նշույլներ կան, բայց դրանք կարծում եմ չպիտի դուրս գան թույլատրելիության սահմաններից եւ ընդհանուր գործին չվնասելու սահմաններից։ Ընդդիմությանը չհաջողվեց միասնական ճակատ ձևավորել։ Կար հիմնավոր պատճառ։ Որոշ չար լեզուներ ասում են, թե կարողացան միասնական ճակատ ձևավորել, ոչ միասնական ցուցակ, այլ միասնական ճակատ։ Միասնական ճակատ։ Դե միասնական ճակատ ես կարծում եմ, որ հենց ճիշտ թիրախավորման ու դիրքավորման դեպքում հենց ընդդիմության մեկ թիրախ ունենալը հենց միասնական ճակատն է։ Միասնական ճակատ կարծում եմ չի նշանակում մի ցուցակով, մանավանդ հայկական իրականության պայմաններում դա գրեթե անընկալելի եւ անընդունելի է։ Այսինքն այդ միասնությունը ենթադրելի է ընտրություններից հետո։ Ես չեմ կարծում, թե այդ միասնությունը ընտրություններից առաջ կամ հետո, այսօր էլ եթե մենք նայենք ընդհանուր դաշտում, ովքեր որ դիրքավորվել են, ովքեր որ չեն սպասարկում
իշխանության լատենտ շահերը նաև մյուս բոլոր ուժերը կարծում եմ գտնում են նույն ճակատում, իսկ թե հետո ինչ կոնֆիգուրացիաներ կստացվի խորհրդարանում, դա պարլամենտարիզմով ապրող երկրի համար բնական պրոցեսներ են, որոնց մասին այժմ ես կարծում եմ ժողովրդի ձայնը առանց հաշվի առնելու չի էլ կարելի նույնիսկ դրա մասին խոսել։ Կարող են բացառել այս կամ այն ուժերի հետ համագործակցությունը, բայց միավորվելու, չմիավորվելու մասին հապշտապ, ժամանակավրեպ հայտարարություններ կարծում եմ այս պահին տեղին չեն։ Միավորվելը չի բացառվում։ Ոչ թե միավորվելը, պարլամենտարիզմը հենց միավորվելու մասին է։ Պարլամենտարիզմի սկզբունքը բացարձակ կներեք չեմպիոնության մասին չի, պարլամենտարիզմի սկզբունքը հենց դրա մասին է։ Ես ակնարկում եմ նաև նպատակն է դա։ Չէ, այդ եմ ասում, էլի պարլամենտարիզմը դրա մասին է, այսինքն ուժերի համագործակցությունը նպատակը հենց դա է, առանձին մասնակցելու նպատակը։ Բնականաբար, ոչ թե հենց դա է, ամեն ուժ ինքն է որոշում, թե իր նպատակը որն է, բոլոր ուժերը մասնակցող, ովքեր որ էլ եմ ասում, չեն գտնվում իշխանությունների, այսպես ասած, դրածոյի իշխանությունների ինչ որ նենց կարևոր ձևի սատարողների շրջանում բոլորի նպատակը նույնն է անցնել խորհրդարան, հաղթել ընտրություններում, ձևավորել միանձնյա իշխանություն, բայց եթե այդ բացառենք այդ միանձնյա իշխանություն ձևավորելու, բնականաբար այնտեղ արդեն առողջ բանականությունը եւ քաղաքացիների տված քվեն ու դրանց նաեւ քանակն ու որակը արդեն կորոշեն հետագա համագործակցությունը։ Ով է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածու։ Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Որը ցուցակումներ վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս պահին բնականաբար վարչապետի թեկնածուն են կարող լինել մարդիկ, ովքեր որ այս պահին ցուցակում ընդգրկված չեն, դա падգամավորության թեկնածության հետ ենք մենք շփոթում, երբ որ ժամանակը կգա վարչապետ առաջադրելու կամ մեր կողմից Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված մոդելի կիրառման ժամանակ, այն ժամանակ արդեն փոփոխությունների դեպքում Սամվել Կարապետյանը կլինի վարչապետի թեկնածու։ Ինչ մոդելի մասին է խոսքը։ Ինչ փոփոխություն։ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու 149-202 հոդվածների մասին եմ ասում։ Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Հասկանալի է։ Դա ընտրությունների արդյունքներից է կախված։ Այո, բնականաբար ընտրությունների արդյունքներից։ Իսկ եթե ոչ, դուք լինելու եք խմբակցություն ազգային ժողովում, բարձր։ Գիտեք, մենք մեր ստրատեգիան ու տակտիկան մշակելիս հենվել ենք այն մտքի ու գաղափարի վրա ու նաև սոցհարցումների, ժողովրդի մոտ եղած արձագանքների, նաև մեր շփումների տվյալները մեզ տալիս են այն համոզմունքը, որ մենք կարող ենք ընտրությունները միայնակ հաղթել եւ ձևավորել իշխանություն։ Հետեւաբար մենք չենք մտածել խմբակցություն ունենալու, օպոզիցիա աշխատելու մասին, այնպես որ այս պահին այսքանով սահմանափակվենք, ինչքանով որ մեր պատկերացումները հիմնված են հաղթելու վրա։ Այստեղ հարցել կա, ես չգիտեմ, դա ընդդիմության լայն շրջանակը քննարկել է թե ոչ, կապված ըստ խորհրդարան անցած ուժերի տոկոսային հարաբերակցությունից բարձր, հետո գալիս են ավելի թույլերը, վարչապետի թեկնածուն խոշորն է ընտրում։ Ես ինչքանով որ տեղյակ եմ ու ընդհանրապես հրապարակայնորեն կարծեմ գոնե թե մեկ խորհրդարանական եւ Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հայտարարություն, որ իրենք վարչապետի թեկնածու որպես ընդունելու են առավելագույն ձայներ ընդդիմության կողմից հավաքած ուժի վարչապետի թեկնածուին։ Դա կլինի ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը։ Այդ իրենք են հայտարարել, մենք նման հայտարարություն չունենք, մեր հայտարարությունը հետևյալն ու միակն է, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Կա էական տարբերություն, ինչ է ուզում ուժեղ Հայաստանը արտաքին քաղաքական սեգմենտում Հայաստանի, ինչ է անում հիմա գործող իշխանությունը։ Սամվել Կարապետյանի ուղերձում հստակ թիրախավորված եւ նախանշված էին, որ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ Հայաստանը պիտի ունենա բալանսավորված ճիշտ քաղաքականություն, բնականաբար առաջնահերթությունները տալով ռազմավարական գործընկերությանը, գործընկերային հարաբերություններին, որոնք առաջիկայում ավելի կնշմարվեն ու կայուն կդառնան, իսկ թե ինչ է անում գործող իշխանությունը, ինչպես 18 թվականին, այնպես էլ հիմա չունի ոչ մի
կարմիր գիծ թե բարոյականության, թե քաղաքականության, թե իզմերի մասով, հետեւաբար ես չեմ կարող ասել ինչի անում, մի օր արևմուտքի հետ են ինչ որ սիրախաղերի մեջ, այս վերջերս ավելի ինչ որ խորը, բայց ոչ առարկայական։ Դա դուրը չի գալիս։ Չէ, ոչ թե իմ դուրը չի գալիս, իմ դուրը գալիս է այն, ինչը որ չի խաթարի հայկական շահը, հայաստանյան շահը, իսկ ինչը որ օգուտ կբերի Հայաստանին, բնականաբար իմ դուրը գալ չգալը դրա հետ որևէ առնչություն չունի։ Հայաստանի հարաբերությունը Եվրամիության երկրների հետ շահեր չի կարող։ Ես Հայաստանի հարաբերություն Եվրամիության երկրների հետ առարկայական որևէ բացի դեկլարատիվ հարաբերությունների չեմ տեսել, այնպես որ թույլ տվեք դրա մասին ես կարծիք չհայտնեմ, որովհետև ես ինքս պրագմատիկ ու նաև ռեալիստ եմ մի քիչ քաղաքականության մեջ, ես այդ սիլիբիլիներին չեմ հավատում այնքանով, ինչքանով որ դրանք դեռևս չունեն առարկայական արտացոլանք։ Ինչ է կարծում, Ռուսաստանի համար միևնույնն է ով կհաղթի հայկական ընտրություններում։ Բնականաբար կարծում եմ միևնույնն է չէ, չնայած այն հանգամանքի, որ Ռուսաստանը ամեն դեպքում գործող իշխանությունների նկատմամբ ես չեմ տեսել, որ առավելապես կոշտ ինչ որ քաղաքականություն վարի, կարծում եմ որոշակի բարի նույնիսկ այս իշխանությունները իրենց ձեռ են տվել ժողովրդի լեզվով ասած 21 թվին էլ տեսանք որոշակի մեսիջներ 18 թվի 21 թվականին Ռուսաստանը որոշեց հայկական։ Չէ, ոչ թե որոշեց, ուղղակի կարծում եմ դեմ չգնաց որևէ կերպ ու կարծիք էլ չարտահայտեց, ընդհակառակը նույնիսկ եղան ռուս խորհրդարանականների այստեղ այցելություն, որը դիտվեց որպես սատարում նաև։ Իսկ հիմա դա կարող է տեղի չունենալ։ Ես չեմ այն ինչ Այսինքն Ռուսաստանը կարող է ավելի կոշտ։ Այն ինչ հրապարակային չէ, այսինքն փակ դռների հետևում է, որովհետև ես դրա մասին բնականաբար կարող եմ միայն գուշակել։ Ես կարծում եմ, որ ինչքանով որ այս պահին երևում է, որ ռուս-հայկական հարաբերությունները ամենաբարվոք վիճակում չեն, կապված Եվրամիության հետ հարաբերությունների, կապված Եվրասիական միության, տնտեսական միության, մաքսային միության հետ հարաբերությունների հետ, կարծում եմ այդքանով իսկ կա որոշակի սրություն, բայց նաև մենք տեսել ենք հակառակ process-ները, երբ որ որոշակի պահի այս իշխանության ղեկավարը հենց տեսել է, որ կարող է ինչ-որ չար կատակի զոհինք դառնալ, շատ խելոք ռուսական այդ պիլոտկեն դրած գնացել է Ռուսաստանի Դաշնություն, այնպես որ ես ոչինչ չեմ բացառում, հետեւաբար դրա վերաբերյալ գուշակություններ չանեմ։ Ամեն դեպքում կարծում եմ, որ միևնույնն է չէ Ռուսաստանի համար, այստեղով կհաղթի։ Միևնույնը չէ, որովհետև նախորդ տարիների կառավարումից դժգոհ է եղել Հայաստանը։ Ես էլ եմ ասում անձնական կամ այլ պետությունների ղեկավարության կամ ղեկավարների դիրքորոշումները ես չեմ կարող ասել, որովհետև ես դրա ինֆորմացիան չունեմ։ Իսկ ինչի մասին ինֆորմացիա չունեմ, կարող ենք գուշակել, կարծում եմ, որ որոշակի անհարթություններ կան, դրանց սրության աստիճանը ես չեմ պատկերացնում այս բանը։ Լուկաշենկոյի ռուսաստանցի որոշ քարոզիչների արտահայտությունները Հայաստանի հասցեին, բարբերաբար որ հնչում են, ենթադրում եմ այս ֆոնին ավելի շատ են հնչում, ձեզ չի վիրավորում։ Ինչը որ Հայաստանի Հանրապետությանը վիրավորող է, բնականաբար ինձ էլ է վիրավորում անկախ նրանից, թե ով է այդ պահի դրությամբ Հայաստանի կառավարիչը, իսկ արտաքին հարաբերությունների քաղաքականության մեջ վիրավորանքներն ու անձնական հարաբերությունները կարծում եմ առաջնահերթ չեն, բայց այն ինչը որ կխոցի ցանկացած հայ, կխոցի նաև ինձ։ Ավարտեցինք։ Շնորհակալություն։